Ես հիշում եմ շատերը նույնիսկ ասում էին, հենց եկամտահարկի օրենքը դուրս գա տուն էքսպոն արդեն իր իմաստը կկորցնի։ Մերիդիանի հետ կապված ինչ մարտահրավերներ ունեցանք։ Մոտ 500 մեքենա հող լցրել են Մերիդիանում։ 24 թվականին Մերիդիան գնալուց հետո էր միայն, որ մենք վստահ տեսանք, մենք ինչ մասշտաբի ենք իրականում ընդունած։ Դա պատահականություն չէ։ Տվեք ինձ տարած եւ ես շուտ կտամ աշխարհը։ Ընդհանուր առմամբ 2000-ից ավել գործարք ունեցանք, մոտ 150 միլիոն դոլարի։ Հայրական բնակարանը փոխելը, նոր տուն գնելը, կարծես դավաճանություն լիներ։ 15 միլիոն դոլարի ներդրում կարողացել ենք այս տարի տուն էքսպոն անելով Սփյուռքից բերենք։ Ողջույն բարեկամներ, դուք կրկին միացել եք Տունկաստին եւ մենք արդեն Տուն էքսպոից հետո վերադառնալով մեր գրասենյակ որոշել ենք ամփոփել Տուն էքսպո 2026-ը եւ այսօր ունենք շատ հատուկ այդպես էպիզոդ, չունենք որպես այդպեսին հյուր, բայց ունենք ընտանիքի անդամ, այսպես ասած Տուն էքսպոից։ Այսօր զրուցելու ենք Համլետ Խնկոյանի հետ, որը Big Project-ի համահիմնադիր եւ տնօրենն է ու Տուն էքսպոյի կազմակերպիչը։ Ողջույն Համլետ։ Ողջույն Դիանա։ Գիտեմ, որ լավ ենք, որովհետև Տուն էքսպո 2026-ից առաջ ընթացքում ու հետո էլ միայն այսպես դրական ու ոգևորիչ էմոցիաներ ենք ապրել ունեցել, բնականաբար կազմակերպչական դժվարություններ, նորմալ է, բայց այս տարվա Տուն էքսպոն շատ հատուկ Տուն էքսպո էր։ Ուզում եմ մեզ մի քիչ պատմես ինչու էր այն այդքան հատուկ եւ ինչ վախեր ունենք մենք իրականում ու մարտահրավերներ, Մերիդիանի հետ կապված ինչ մարտահրավերներ ունեցանք, ուզում եմ մարդիկ մի քիչ Տուն էքսպոյի կուլիսները ավելի լավ ու շատ տեսնեն, որովհետև այդ շողշողացող կողմը առաջին տեսել են, գնահատել են մենք լավ հետադարձ կապի ու գովասանքի խոսքերի պակաս չունենք իրականում, բայց ուզում եմ մի քիչ պատմենք մեր դժվարությունների մասին Համել։ Շատ լավ։ Այսօր շատ անկեղծ կլինենք եւ կկիսվենք այն բոլոր դժվար անցանելի ճանապարհների մասին, ինչի միջով մենք անցել ենք, նույնիսկ կարելի ասել բառից բուն իմաստով դժվար անցանելի ճանապարհների մասին, դրա մասին եւս կխոսենք եւ կանդրադառնանք, բայց ինչ այդ ես կցանկանամ հետ հայացք նետենք 2022 թվականին, երբ մենք նոր սկսում էինք մեր առաջի Տուն էքսպոն, այն ժամանակ մենք 2022-ի փետրվարից մենք հայտարարեցինք արդեն, որ վերջ վաճառքը բաց է տաղավարների եւ այո, եթե նույնիսկ հիշում ես, ավելի շուտ էլ էինք հայտարարել դրա նախորդ տարին 21 թվականի փետրվարին իրականում բացվել է Տուն էքսպոյի Facebook-ի պաշտոնական էջը։ Կարող եք մտնել նայել ամենահին cover ֆոտոն 2021 թվականի փետրվարի 20-ի կողմերն ենք բաց։ Այո։ Բայց քանի որ այն ժամանակ էլ եթե հիշում ես, ընտրություններ էր արժեվում, էլի հունիս ամսին։ Այո։ Մենք որոշեցինք ռիսկի չդիմենք, ասացինք եկեք հենց մի բան անենք, որ մեր համար ավելի հեշտ կլինի եւ Մամոնտքի էքսպոն արեցինք, որպեսզի հա։ Եվ որոշեցինք տեղափոխենք մեր Տուն էքսպոն Աշուն, հետո Աշունն էլ չցանկացանք անել, գիտես, հայտնի պատճառներով մեր հարսանիքը ամառարեցինք։ Եվ վերջի վերջո հետո Գարուն, բայց Գարնանն էլ չարեցինք։ Ու տենց տեղափոխելով գնացինք մինչև հունիս 22 թվականին, հունիսի 10-11-12 Տուն էքսպոյի մինչև օրերը հիշում ես շատ լավ է։ Եվ այդպես 22-ից մինչև 24 թվականը իրականացրեցինք 4 ցուցահանդես։ Ես ուզում եմ այսօր 3 մասի բաժանենք մեր այս Տունքաստը, այսպես ասած, եւ դրա մի մասը դա կազմում է հենց այդ 4 ցուցահանդեսները 22-ից մինչև 24 թվականը ընկած, որի ժամանակ մենք կարողացանք մոտավոր 5 միլիարդ դոլարի գույք վաճառել Տուն էքսպո էկո համակարգի, այս ժամանակ միայն Տուն էքսպոյի, հիմա արդեն էկո համակարգի միջոցով։ Մեկ անգամ 22 թվականին, երկու անգամ 23 թվականին եւ մեկ անգամ 24 թվականին արդեն Մերիդիանում էլի բավականին։ Իսկ 23 թվականին մենք ունեցել ենք փորձառություն երկու անգամ Տուն էքսպո անելու, պարզապես տարբեր հանգամանքներից ելնելով մենք չենք տեսային իրական պատկերը, որը մենք տեսանք 2026 թվականին, այսինքն այս տարի Տուն էքսպոյին։ Եվ մոտավոր մենք 500 միլիոն դոլարից մոտ 30 միլիոն դոլարը կարողացել ենք ներգրավենք նաև Սփյուռքից, իսկ մեր մոտ միշտ են եղել Սփյուռքից գնորդները, մեր մոտ միշտ են եղել մարդիկ, ովքեր այդ օրերին հատուկ եկել են Տուն էքսպոյին, մեր մոտ միշտ են եղել մարդիկ, ովքեր գտնվել են Հայաստանում եւ սպասել են, որ լինի Տուն էքսպո եւ զարկ բերեն։ Պարզապես մենք երբեք այդ ուղղությամբ ֆոկուս չենք ունեցել։ Մենք երբեք չենք նայել, մենք չենք մտածել, որ այդ մարդիկ կան։ Մինչև Տուն էքսպո Մոսկվան։
մինչև Տունեքսպո Մոսկվան եւ Տունեքսպո Մոսկվայից հետո, երբ որ 25 թվականի սեպտեմբերին իրականացրեցինք մեր արդեն Հայաստանի Տունեքսպոն, այդ ժամանակ արդեն մեր գիտելիքներն ու փորձառությունները միգուցե ամեն տարի դե ավելանալով ավելի լավ ենք անում գիտես ցուցահանդեսը Եվ գիտելիքները ավելանով մենք որոշեցինք տարբեր վերլուծություններ իրականացնել եւ վերլուծության արդյունքում հասկացանք, որ մենք այս տարի Սփյուռքից ունենք մոտավորապես 476 այցելու։ Այդ 2025 թվականի, այո, մենք ունենք արդեն սեպտեմբերի, այսինքն Մոսկվայից հետո, երբ մենք վերադարձանք Մոսկվայից, այո։ Ես կարծում եմ բնականաբար դա նաեւ Մոսկվայում Տունեքսպո անելու արդյունքն է։ Եվ այդ ագիտացիան Մոսկվայում Մարդիկ սովորեցին, որ երբ որ Տունեքսպոն անցավ Մոսկվայում, իրենք հասկացան, որ կարող են Տունեքսպոին գալ Հայաստան եւ Հայաստանում ձեռք բերեն իրենց գույքը։ Քանի որ Մոսկվայում Տունեքսպոին այցելելուց հետո իրենք միևնույն է, ասում էին, շատ լավ է, ընտիրա, դե կգանք Հայաստան կառնենք։ Այսինքն մարդու այցելելու նպատակահարմարությունը միևնույն է կար, շատ ավելի նպատակահարմար էր եւ կարևոր էր որ մարդը գար Հայաստան եւ տեղում իր գործարքը իրականացներ, որտեղ ինչպես գիտես, օրենքով դեռևս չունենք հնարավորություն հեռահար գործարքը իրականացնելու։ Իդեպ ես կարծում եմ այդ մասով մենք այս տարի կամ մյուս տարվա սկիզբ ունենք լավ նորություններ եւ մարդիկ աշխարհի ցանկացած կետից կկարողանան արդեն իրականացնել գործարքներ։ Արդեն կա դրա նախադրյալները, մեր գործընկեր որոշ բանկեր խոսում էին այդ մասին, հայտարարել էին եւ գուցե նաեւ կա փորձառությունը, պարզապես պաշտոնապես հաստատված վերջնական Այստեղ մեկ այլ փոփոխության մասին է խոսք գնում, երբ որ այլ նոտարի կարիք չի լինի։ Այսինքն բանկը միանգամից։ Այո, բանկը կհանդիսանա եւ նաեւ կիրականացնի նոտարի այդ ֆունկցիան եւ մարդը Ամերիկայից կարող է on-line բանկով իր գործարքը անել եւ նոտար գալու եւ նոտարով հաստատելու կարիք այլևս չունենա։ Դա որ լինի, ես վստահ եմ, որ մեր մոտ վաճառքի աճը Սփյուռքից միանշանակ ավելի բարձր կլինի, որտեղ մենք նաեւ հիմա ունենք Գիտես ունենք կայք, որտեղ մանրամասը մեր գործընկերները կան ու մի երկու օր առաջ ինձ լավ լուր ասացին, որ եղել են մարդիկ, ովքեր որ Ամերիկայից մտել են, նայել են եւ զանգահարը գույք են առել։ Մեր կողմից մշակված հատուկ թվային հարթակ է դա, որտեղ Տունեքսպոին մասնակցող ներկայացող բոլոր նախագծերը ամենայն մանրամասնությամբ ներկայացված են շատ հարմար ինտերֆեյսով եւ մենք կարող ենք չէ տակը թողնել։ Այո, մենք այստեղ հիմա կգրենք անունը, դուք այդպես կարող եք այդ հարթակը գտնել, բայց այս տարի մենք շատ քիչ այդ մասին խոսեցինք, որովհետև մշակման փուլում էր, իսկ ահա գալիք Տունեքսպոին արդեն շատ կլսեք այս հարթակի մասին ու միանգամից կկարողանաք ձեր ընտրությունը կատարած գալ Տունեքսպո տեղում արդեն գուցե նաև Տունեքսպո գալու կարիք անգամ չունենաք, որովհետև ինչու գնալով մեր ֆիզիկական տարածքը Տունեքսպոյի չի հերիքում մեզ, այսինքն թե ենթակառուցվածքի իմաստով ճանապարհների, թե խցանումների, հենց էքսպոյում, երբ որ մենք որպեսզի կտրենք մի տաղավարից մյուսը անցնենք, կարող ենք մի րոպեներով մնալ այդ 2 միլիմետր տարածքի մեջ չկարողանանք շարժվել անգամ, որովհետև խցանում էր ոչ միայն ճանապարհներին, այլ նաև մերիդիանի միջանցքներում։ Դրա համար մենք նաև խթանում ենք թվային հարթակներով ուսումնասիրությունը, թեկուզ առանց Տունեքսպո գալու, բայց Տուն էկո համակարգի որևէ պրոդուկտի միջոցով ձեր սրտի բնակարանը գտնելը պարտադիր չէ, որ դուք գաք էքսպոյին լինեք ներկա, չնայած ես գիտեմ, որ շատերի համար դա հենց առանձին մեծ փորձառություն է Տունեքսպո գալը։ Այո։ Եվ անցնելով հաջորդ բլոկին ես ուզում եմ անդրադառնալ 2025 թվականի մեր երկու ցուցահանդեսներին, որը առաջինը անցկացվեց հունիս ամսին Մոսկվայում եւ հաջորդը անցկացվեց արդեն իսկ Հայաստանում սեպտեմբերի։ Այո։ Եվ սեպտեմբերի Տունեքսպոին մենք ունեցանք եւս շատ լավ գործարքներ, ընդհանուր առմամբ 2000-ից ավել գործարք ունեցանք, մոտ 150 միլիոն դոլարի։ Սա այն պայմանում, երբ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը արդեն չէր գործում շատ նախագծերում, իհարկե կային նախագծեր բնականաբար ու մեծ մասը երևի ներկայանում են Տունեքսպոին, բայց պարզապես ուզում եմ հիշեցնել շուկայի թերհավատությունը 2024 թվականի ցուցահանդեսից հետո գլոբալ անշարժ գույքի շուկայի արդեն ապագայի հանդեպ, ոչ միայն 2025 կամ 6 թվական է, այլ առհասարակ։ Տպավորություն էր, որ անշարժ գույքը ինչ որ ճամպրուկները հավաքում է գնա տուն եւ ուրիշ բաներ պիտի դառնան ակտուալ, բայց 25 թվականին կարծես մենք լրիվ հակառակ իրականությանը բախվեցինք։ Ես հիշում եմ շատերը նույնիսկ ասում էին, հենց եկամտահարկի օրենքը դուրս գա Տունեքսպոն արդեն իր իմաստը կկորցնի, որովհետև կառուցապատողները չեն մասնակցի եւ դա չի լինելու, բայց ցավոք թե բարեբախտաբար չեն այցելի
մարդիկ չեն այցելի, հետաքրքրությունը կկորի առասարակ, բայց այդպես չեղավ։ Եղավ ճիշտ հակառակը, մասնակիցները, թե այցելուները այլ ավելի մեծ հետաքրքրությամբ համեցան, եկան Տունեքսպո ձեռք բերեցին ես բնակարանները, կասեմ ավելին 2025 թվականի օգոստոս ամսից, եթե նայենք մեզ մոտ գրաֆիկով, դուք կտեսնեք, որ օգոստոս ամսից սկսած տարեկան ընդհանուր տարեկան գործակիցը ամեն ամիս 20-30%-ով, 5%-ով, այո, օգոստոսից սկսած աճել է, այսինքն եթե օրինակ 25 թվականի հունվարին եղել է 506 գույք, փետրվարին եղել է 548 գույք, մարտին եղել է 627 գույք, ապրիլին 585 նոտարացված գործարքների մասին եմ։ Այո, արդեն նոտարացված գործարքների մասին եմ խոսում։ Օգոստոս ամսից մի անգամից մեր մոտ աճ է տեղի ունեցել 1030, հետո 1300, հետո 1580, դա արդեն հոկտեմբերի ամսին, նոյեմբերին 1400 եւ դեկտեմբերին 1600 գույք է ընդհանուր նոտարացվել։ Այսինքն եթե նայում ենք, այդ կորը մի անգամից այդ նույն տրամաբանությամբ աճել է։ Կարող է դա բնականաբար մենք դա կապում ենք Տունեքսպոյի հետ, քանի որ մեր մոտ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցավ Տունեքսպոն, մենք գիտենք, որ Տունեքսպոյից առաջ, 1 ամիս առաջ եւ 5 ամիս հետո ինքը Տունեքսպոն շատ ուղիղ անդրադարձ է ունենում շուկայի վրա։ Դինամիկայի վրա, այո։ Միանշանակ։ Եվ եթե մենք արդեն այս տարի համեմատենք այս տարվի հունվար, փետրվար, մարտը նախորդ տարվա հունվար, փետրվար, մարտի հետ, մենք կտեսնենք, որ ահռելի է տարբերությունը, քանի որ այն սպասումը, որ դեկտեմբերից հետո շուկան էլի գալու է նույն 2025-ի հունվարի կետին, այսինքն 500 բնակարան է վաճառվելու։ Դա այդպես չեղավ։ Եղավ մի պատկեր, որտեղ մենք տեսանք, որ մինիմում 2 անգամ շուկան աճեց այդ ամիսներին։ Հունվար ամսին 2 անգամ, որտեղ ռեզոնանսով շարունակվում է։ Այդ նույն ռեզոնանսով շարունակվել է եւ մինչեւ հիմա շարունակվում է եւ ավելի է դեռ։ Եվ Տունեքսպոյից հետո ես վստահ եմ, որ մարտ ամսից հետո եւս շարունակվելու է եւ այդպես շարունակ։ Ես կարող եմ ասել մի բան, որ Տունեքսպոն բացի իր բիզնեսի կոմպոնենտը, որպես ցուցահանդես այդ ողջ անատոմիան, որ ունի, շատ կարևոր trendsetter է անշարժ գույքի համար առհասարակ մարդկության մտածողության մեջ, մեր հասարակության մարդկության երբ ասում եմ, նկատի ունեմ հայ հասարակության, թե սփյուռքի, թե լոկալ հասարակության, որովհետեւ մեր գործընկերներից մեկը մի լավ նկատառում արեց ML Mining-ի Վարդանը, մեր լավ ընկերը, մեր ասուլիսներից մեկի ժամանակ, որ առաջ հայրական բնակարանը փոխելը, նոր տուն գնելը, կարծես դավաճանություն լիներ։ Մարդիկ բնակվում էին իրենց հին, մաշված, արդեն անբնակելի, բնակության համար ոչ հարմար տներում, բայց քանի որ դա իրենց պապական ժառանգությունն էր, երբեք չէին մտածում դա փոխել։ Այո, 20 անգամ էլ կվերանորոգեին, որ միևնույն է հին շենքի ինչքան էլ վերանորոգես, հին շենքի մասին ենք խոսում, բայց նոր տուն գնելը մի կողմից ամոթ էր, մյուս կողմից անհնար էր թվում, երրորդ կողմից պայմանները ճկուն չէին, բանկերը ամեն դեպքում այսքան բաց եւ ճկուն չէին, կառուցապատողները այսպես չէին մրցում իրար հետ մաքսիմալ լավ պայման, արագ արձագանք, լավ սպասարկում չէր, ամեն դեպքում նաև ոլորտի հիմա ձևավորման փուլում է անշարժ գույքի։ Չմոռանանք, որ այո, շատ կառուցապատողներ մինչև անցած տարի իրենց մասին պատմող տեքստերը լոգոտիպ անգամ չունեին։ Մենք տեսել ենք շուկան ամենավատ վիճակից։ Նախորդող 3 տարվա մեջ իմ աչքի առաջ անշարժ գույքի շուկան իր խաղացողներով այնպեսի փոփոխության է ենթարկվել։ Էվոլյուցիա իրական։ Այո, որ նույնիսկ հիմնադիրներից մեկի հետ մի հատ շատ խոշոր ընկերության խոսում էի։ Այն մի քիչ պատմիր իրենցից։ Անուններ չեմ տա։ Անծանոթ մարդկանցից մի քիչ։ Անուններ չեմ տա, բայց կասեմ, որ այն մարդիկ, ովքեր միջինից ավելի զարգացած լավ կառուցապատողներ են, իրենք երբ որ մտնում էին այն 5%-ի մեջ, որը շուկայում կար, այսինքն պայմանական 5%, այո, 5-10%-ը համեմատականորեն ավելի առաջադեմ էին, մնացած 90%-ը օբյեկտիվ պատճառներով դա փոքր երկրների ֆենոմեն է եւ դա հասկանալի է, որ ամեն դեպքում մարդիկ շինարարությամբ են զբաղվում եւ պարտավոր չէին մարքեթինգում, PR-ում եւ բրենդինգում լինել շատ գուրուներ։ Պարտավոր չէր, իհարկե դա ցանկալի էր եւ այդ ցանկալին եղավ եւ 3 տարվա մեջ այն փոփոխությանը, որը ենթարկվեց շուկան, պարզապես իրենց համար, այդ առաջատարների համար շոկի առարկա էր։ Իրենք ասում են անկեղծ
ասած մենք չէինք պատկերացնի, որ մենք 3 տարի հետո կմտնենք այս սրա ցուցահանդեսի եւ կտեսնենք այն կառուցապատողը, որը նախկինում բացարձակ չէր մտածում իր բրենդինգի մասին, չէր մտածում իր այցելուի մասին, չէր մտածում իր հաճախորդի մասին, ոչ մի բանի մասին չէր մտածում։ Հիմա ինքը մտածում է ոչ թե առաջի 5 top կարևոր բաների մասին, այլ 10-րդական բաների մասին։ Ու այդտեղ հասկանում ես, որ շուկան փոխվել է, շուկան արդեն այլևս առաջվանը չէ։ Եվ ես կարծում եմ մենք ինչ որ մի չափով մենք եւ Տուն Էքսպոն իր ներդրումը ունեցել է այս ամենի մեջ։ Ես շատ լավ հիշում եմ այն ինսայթը, որ մենք մի անգամ ունեցանք, որ բավական չէ Տուն Էքսպոյի գլոբալ հաջողությունը, մենք նաեւ որպես կազմակերպիչ պիտի պատասխան տանք յուրաքանչյուր տաղավարում սպասվող հաջողությունը պլանավորելու եւ իրագործելու համար ու հիշում եմ թե ինչպես ամեն ցուցահանդեսին մենք ինչ որ նոր գործիք էինք մշակում, օրինակ այդ նախամիջոցառումների մշակույթը չնայած մենք շատ վաղուց Mammon-Kid Expo-ից անգամ հենց առաջին տարվա ունեցել ենք, հենց մենք մտել ենք շուկա, կարծես բնազդաբար զգացել ենք ինչ պիտի անենք, որ մեր գործընկերները գոհ մնան եւ երբեք չենք ասել, որ մեր խնդիրը այս տարածքը սարքին կարգին պահելն է եւ ամբողջ քաղաքին Expo բերելը, մեր խնդիրն է նաեւ յուրաքանչյուր ընկերության տաղավարի ներսում կատարվողը։ Մենք դա առաջի օրվանից դա գիտակցել ենք ու նաև պիտի պատասխանատու կերպով հայտարարեմ մեր լսարանին, որ նաև Big Projects-ի թիմի աշխատանքի արդյունքն է, որ կառուցապատողները իրենց թիմերի հետ տանում են այդպես հետևողական աշխատանք այցելուներին մաքսիմալ հարմարավետ սպասարկելու Անպայման պիտի նշենք, որ կան խոտաններ, պիտի նշենք, որ դեռևս կան կառուցապատողներ ու գործընկերներ, որոնք միևնույն է չեն կարողանում հավաքել կոմպետենտ թիմեր, որ Տուն Էքսպոյի պայմաններում ոչ թե ունենան 5x, այլ 10x, որովհետև Տուն Էքսպոն տալիս է այդ ամբողջ դիապազոնը, ամբողջ հաջողության, հա, բայց շատ գործընկերներ դեռ լավ չեն այդ գործիքից օգտվում եւ մենք փորձում ենք օգտակար լինել։ Ամեն դեպքում Համլետ, ինչ կասես, դու հավատում ես, որ ապագայում մեզ մոտ կստացվի Տուն էկո համակարգով իսկապես բոլոր կառուցապատողների համար ապահովել այդ մեծ հաջողությունը, թե միևնույն է կան գործընկերներ, որոնք այս ցիկլից կամ էկո համակարգից դուրս են մնալու եւ կան գործընկերներ, որոնք հակառակը լինելու են մեր Տուն էկո համակարգի առաջամարտիկները եւ ամենալավն են օգտվելու մեր բոլոր գործիքներից, այդ թվում եւ օրինակ այդպիսի գործիք է նաեւ Տունկաստը։ Դիանա, իրականում ես նպատակ չունեմ, որ բոլորը օգտվեն դրանից։ Այս ամենից պետք է օգտվեն նրանք, ովքեր նախ դրա կարիքը ունեն, երկրորդը ովքեր հասկանում են դա ինչ է, երրորդը ովքեր պատրաստ են բաց դաշտում ներկայանալ եւ այցելուն եւ հավանական գնորդին ամբողջովին բաց ներկայացնել, թե իրենք ինչ են ցանկանում անել, որովհետեւ ես նաեւ շատ լավ հասկանում եմ, որ կան կառուցապատողներ, ովքեր չեն ուզում դա անել, դա իրենց կողմից իրենց ворթեգրված քաղաքականությունն է, ես ոչինչ չունեմ այդ մասով ասելու կամ կոմենտելու, բայց ես տարի տեսնում եմ, որ այո, ավելանում են մեր մոտ բոլոր խաղացողները, ովքեր բավականին խոշոր են շուկայում, բոլոր են խաղացողները, ովքեր շատ ավելի բաց, թափանցիկ պատրաստ են ներկայանալ իրենց վաղվա գնորդին եւ բնականաբար այցելուներն էլ նախընտրում են ավելի շատ գալ եւ մեկ տեղում բոլորին նույն հարթության վրա տեսնելը, համեմատել եւ հասկանալ ումից ինչ են ցանկանում ձեռք բերել։ Այո, կան մասնակիցներ, որոնք մեր մոտ չեն մասնակցել, կան մասնակիցներ, ովքեր մասնակցել են, հիմա չեն մասնակցում, կան որ մասնակցել են, հետո չեն մասնակցել, հիմա կրկին վերադարձել են եւ մասնակցում են։ Այո, մենք էլ ենք ունեցել տարբեր ժամանակահատվածներում, մենք տարբեր նպատակներ ենք ունեցել։ Նախկինում, երբ որ նոր էինք սկսում, ով էր հասկանում, որ ես պետք է նաեւ մտնեմ այդ ընկերության ներսի խնդիրները հասկանամ, վերլուծեմ եւ փորձեմ այդ մասով էլ օգտակար լինեմ, չէ, ես մտածում եմ, որ ին ֆունկցիան տեղը վաճառեցի, վերջ, թող կառուցապատող արդեն ինքը մտածի, այդտեղ ինչ կդնի, բայց առաջին տարում մենք հասկացանք, որ երբ մեզ վստահում է ողջ քաղաքը, որովհետեւ հենց 22 թվականին Տուն Էքսպոյի հոսքն էլ արդեն այնպիսի ցուցահանդեսների ոլորտի համար անսպասելի իրականություն էր, որ ես հիշում եմ մեկնաբանությունները, ամեն ինչ հիշում եմ, ոչինչ չեմ մոռացել։ Լավ, ով պետք է Էքսպոյից Տուն գնի, հո կոշիկ չէ։ Բայց մենք այսօր տեսնում ենք, որ կոշիկ չէ, կոշիկ ընտրելիս ավելի երկար են մտածում հաճախ, քան Տուն Էքսպոյում Տուն։ Համաձայն եմ, կուզեմ ինչքան քեյսեր կան, բոլորը պիտի պատմենք։ Մի քեյսի ցանկանում անդրադառնալ։ Մի քանի օր առաջ մասնակիցներից մեկի հետ էի խոսում
եւ պատմում էր մի այցելուի մասին, ով իր ընկերոջ հետ եկել էր, որ ընկերը մեքենա գներ Տունեքսպոյից։ Դե գիտեք, նաեւ մեքենայել էին վաճառում Տունեքսպոյին, քանի որ շատ էին այցելուները։ Հարմարության համար ամեն ինչ տուն մեքենա։ Ու հա, մանրի դիմաց մեքենա էին վաճառում, սենց ասած։ Եվ պատմում էր նրա մասին, որ ընկերը ով եկել էր մեքենա գներ, իր հետ եկած մարդը տարվեց տներով, չգնաց մեքենա։ Տներով եկավ, մոտեցավ մասնակիցներից մեկին հարցրել է, իսկ կարող է ինձ էլ մի բան առաջարկեք, այսինքն այդ vibe-ը, այդ տրամադրությունը, տուն գնելու տրամադրությունը Տունեքսպոյին տիրում է։ Բացի տրամադրությունը նաև մի քիչ լավ հաշվող մարդիկ տեսնում են, որ առաջարկները, որոնք Տունեքսպոյում կան, այդ պահին լավագույնն են, եւ տուն գնելու լավագույն պահը հենց այդ պահն է, այսինքն արդեն վաղը մյուս օրը մի ամսից ուրիշ արժեքներ է լինելու եւ այդպես է արդեն։ Համաձայն եմ եւ կոնկրետ այս դեպքը քո պատմածի մասին է, որ հենց այդ ընկերության հիմնադիրը տեղում էր, մեկը մոտեցել է ասել է ես ցանկում եմ penthouse ձեռք բերեմ եւ տեղում $500,000 արժողությամբ penthouse է ձեռք բերել։ Եթե չեմ սխալվում, մինչեւ 50-ից $100,000 սահմանում զեղչ են արել։ Եվ այդ մարդը տեղում $100,000 փոխանցել է։ Պատկերացնում ես ինչ հետաքրքիր кейս է, որ եթե մեկին ասեիր, որ մեկը պատահական մանգալուց կգա, մենք ամեն տարի ունենք այս պատմությունները։ Ես դրա համար եմ ասում, որ դա պատահականություն չէ։ Այո, դա այն երկար աշխատանքի եւ ագիտացիայի արդյունքն է, երբ մենք ամիսներով մարդկանց պատմում ենք ու ցույց ենք տալիս իրենց անկյունը ունենալու կարեւորության կամ անշարժ գույքի մեջ ներդրում անելու կարեւորության։ Իրականում շատ մտքեր կան Տունեքսպոյի հետ կապված, որ անպայման ուզում եմ խոսենք ու պատմենք, բայց արի մի քիչ անդրադառնանք այս տարի Տունեքսպոյի ել ավելի միջազգային հարթակ լինելուն, Տունեքսպոյում միջազգային եւ օտար երկրից եկած դեռ չեմ խոսում ընկերությունների մասին, բայց այցելուների եւ ոչ հայախոս այցելուների ինչքան շատ էին այս տարի մարդիկ, որոնք եկել էին, օրինակ անշարժ գույքի գործակալ է, աշխատում է ինչ որ Անգլիայում ենթադրենք։ Շատ լավ, արի համատականներ։ Եվ եկել է Երևան, որովհետեւ իր ոլորտի մեծ միջոցառում է։ Ինչպես հասանք այս օրվան։ Արի համատականներ տանեմ 2026-ի եւ 25-ի միջև, որպեսզի ավելի པարզ լինի։ Դե թվերով ներկայացրեցի, որ այս տարի շուկան միջինում արդեն 100-ից 120% առաջի երամսյակում արդեն իսկ աճել է։ Այդ աճը նաեւ բնականաբար անդրադարձավ Տունեքսպոյի վրա կամ հակառակ Տունեքսպոյի աճը անդրադարձավ շուկայի վրա եւ մենք ունեցանք անսպասելի, ինչ որ տեղում անսպասելի, շատ անկեղծ ասեմ, ես երբ որ աշնանը որոշեցի, որ գարնանը անելու եմ ցուցահանդես, ես միշտ ասում եմ Տունեքսպոն շուկայի հայելին է եւ մենք ունեինք գարնան ցուցանիշներ։ Մենք գիտեինք, որ նախորդ գարնան 2025-ի գարնան եւ 2025-ի առաջի 6 ամսվա ցուցանիշներ։ Մենք գիտեինք, որ առաջի 6 ամսում վաճառվել է ընդհանուր անշարժ գույքի այդ տարվա 30%-ը։ Դա նշանակում է, որ մենք մինիմում պետք է ակնկալեինք, որ եթե մենք աշնանը վաճառենք 2000 գույք, նորմալ է, որ գարնանը վաճառենք 1000 գույք, որտեղ շուկան այդպեսին է։ Այո, մենք ցանկացանք իրականացնենք ել ավելի մեծ գովազդային արշավ, որպեսզի գոնե մի քիչ այդ 1000-ից անցնենք, բայց նախատեսված 50%-ի փոխարեն, որ մարքեթինգային բյուջեն մեր ուզում էինք ավելացնենք, միայն digital-ի վրա 100% ավելացրինք եւ այդ արդյունքում մենք նախորդ տարվա 18000 այցելուի փոխարեն մենք ունեցանք 21-ից 22000 այցելու, դա ընդհանուր թվով մեր մոտ 20-ն է երևում, բայց գոնե մի 1000-2000 հոգի էլ Խոսքը unique առանձին, ոչ թե ամեն մարդու մուտքի մասին է, խոսում ենք unique առանձին այցելուների մասին ենք խոսում։ Ինչպես նաև 28000 on-line գրանցում ունեցել։ Նախապես գրանցված, եթե նախորդ տարի ունեցել ենք 10000 այցելու, այս տարի նախապես գրանցված ունեցել ենք 28000 այցելու։ Մինչև Տունեքսպոն 23000, իսկ Տունեքսպոյի 3 օրերի արդյունքում 5500։ Իսկ ամսի 29-ի դրությամբ երբ Տունեքսպոն արդեն փակվում էր։ Այո, նախապես գրանցված, ոչ թե տեղում, որտեղ տեղում էլ ենք ունեցել գրանցումներ բնականաբար, նախապես գրանցված 28000 այցելու ենք ունեցել, բայց այս ամենի մեջ ինձ ամենաուրախացնողը այն էր, որ մենք այս տարի Սփյուռքից արդեն ունեցանք ոչ թե մոտ 476 այցելու, այլ ունեցանք 620 այցելու։ Դա մեր համար, իմ համար մոտ 30-40% ավելի լավ էր, քան նախորդ տարվա ցուցանիշը, եւ դա իմ համար ավելի կարեւոր ցուցանիշ է։ Հետո Սփյուռքից եկած այցելուն այն այցելուն է, որի գնման հավանականությունը ձգտում է 100%-ի, այսինքն մարդը կոնկրետ ոչ թե անցնում են, ոչ թե բոլորը գնում էին Մերիդիան։ Ամեն դեպքում շատ ավելի բարձր է, քան
տանից երբ որ այցելուն որոշում որ գա տուն էքսպո այո շատ ավելի բարձր է Սփյուռքից եկածի գնելու հավանականությունը ոչ միայն գնելու հավանականությունը այլ ես կուզեմ մի քանի ցուցանիշներից խոսեմ նաև միջին կտրոնը միջին չեկը այսպես ասած մոտ 50%-ով ավելի բարձր է եւ referral rate-ը կամ եթե հայերեն ասենք հա իր հետևից հաճախորդ բերելու գործակիցը 5 անգամ ավելի բարձր է այսինքն թե Հայաստանի գնորդը կառուցապատողից գույք է առնում եւ պայմանական ամեն 10 հոգին բերում են մի հոգի միջինում Ռուսաստանի գնորդը մոտ 5 հոգի է բերում բոլոր բարեկամներին բոլոր հարազատներին իդեպ մի հետաքրքիր վերլուծություն եմ արել ինչ մասին չեմ խոսել թիմի մոտ նույնիսկ բայց հիմա կկիսվեմ տարբեր երկրներում այդ ցուցանիշը տարբեր է այսինքն ինչու է Ռուսաստանում 5 անգամ ավելի բարձր քան Հայաստանում եւ պայմանական մի 2 անգամ ավելի բարձր քան Եվրոպայում որտեղ ինչքան տվյալ քաղաքում կամ երկրում տեղի սփյուռքը ավելի կապված են միմյանց հետ այնքան այդ ցուցանիշը ավելի բարձր է որտեղ ուզում են միասին նորից նույն հարևանությամբ ապրել քանի որ Եվրոպայում օրինակ ավելի քիչ է այդ կապվածությունը հայերի միջև Եվրոպայում ցուցանիշը ցածր է եթե Ամերիկայից շատանան մեր այցելուները Ամերիկայում է բավականին բարձր ոչ թե եթե այլ միանշանակ շատանալու են Լոս Անջելեսի սիրելի հայեր ովքեր նայում են մեզ այո դուք պետք է կամ այդ օրերին թռնեք գաք Հայաստան կամ շատ լավ պահն է հիմա ասելու երբ պիտի Լոս Անջելեսի հայերը եւ առհասարակ բոլոր հայերը եթե դեռ չեն կողմնորոշվել դեռ ունեն ժամանակ մտածելու ապա կարող են գույք ձեռք չբերել այս պահին արդեն Այո կարող ես սպասել հաջորդ տուն էքսպոյին Դեպս մասին խոսելուց ես ինչ հիշեցի մի քանի օր առաջ կրկին Մոսկվայի գնացել դասընթացներից մեկի համար եւ այնտեղ դասախոսներից մեկը ով որ խաունթի անունները տա մեկը հայտնի խաունտներ մեկը Focusfield մյուսը 12 թորիս խաունտների կոնտենտի բաժնի ղեկավարներ շատ ուրախալի էր որ հայ աղջիկ էր եւ երբ որ ինքը դասախոսում էր այդտեղ բոլորի մոտ եւ պատմում էր кейսեր ներկայացնում հետո տենց դասից հետո մոտիկացանք ես եւ իմ թիմակիցը հարցրեցինք տուն էքսպոյի մասին գիտի ինքը սենց նայեց դեմքիս իհարկե գիտեմ այսինքն ոնց է ինչ ես հարցնում իհարկե գիտեմ այսինքն Հայաստանում չի այդ ֆենոմենը Այո, ինքը դրսում ապրող միջինից բարձր վճարողության մարդ է, ում մենք ով որ լրիվ այն պատկերը ունի, ու մենք ուզում ենք Հայաստանում տեսնենք, որ ինքը գա Հայաստանից գույք առնի, եւ ինքը պատտես ասեց Իսկ դուք ինչ կապ ունեք տուն էքսպոյի հետ եւ մի քիչ բանվել ասես հումորով ասես կարող է հիմնադիրն եք դե ասեցի այո ներկայացուցիչն եմ տուն էքսպոյի եւ ինքը ասեց դուք գիտեք ոնց է ես ուզում գայի տուն էքսպոյին իմ մոտ չստացվեց բայց եթե նոյեմբերին անեք ես անպայման կգամ հիմա մեր աղջիկը համար ենք նոյեմբերին անելու ես կներեք իսկ դուք գիտեիք որ մենք նոյեմբերին անելու ենք տուն էքսպոն թե պատահական չէ պատահական ասեցի այսինքն մարդկանց մոտ այդ արդեն կամած ներսում հոգում իրեն սրտում ցանկությունը կա որ տարեկան 2 անգամ տուն էքսպո անելու պարագայում իրենք մեծ սիրով կգան եւ այդ գույքը ձեռք կբերեն ես ուզում եմ մի կարևոր բան ասել մենք շատ ենք տուն էքսպո Մոսկվայից խոսել որ իրականում ճիշտ էր անելը ճիշտ չէր լավ էր վատ էր բայց ես հենց 2025-ի տուն էքսպոյից բացի նաև 26-ի առաջին տուն էքսպոյում տեսա տուն էքսպո Մոսկվայից հետո մեր մասին իմացած մեզ հետ շատ կապված, մեզ շատ վստահող բազմաթիվ մարդկանց, որոնք ոչ Մոսկվայում էին բնակարան գնել տուն էքսպո Մոսկվային, ոչ անցած տարվա սեպտեմբերին, բայց այս տարի արդեն հատուկ տուն էքսպոյի համար ընտանիքով, ընդ որում շատերը տեսել են շատ նաև հայտնի բլոգերներ իրենց թոյներում են կիսվել ռուսահայ հայտնի բլոգերներ, որ իրենք ընտանիքով հատուկ տոմսերը գնել են մարտի այդ վերջին օրերի համար, մեկ շաբաթով այդ 7 օրից 3 օր անցկացրել են տուն էքսպոյում 4 օրը Հայաստանի տարբեր ծայրերում եւ հետ են գնացել Մոսկվա արդեն գույք ձեռք բերած եւ այն նպատակը որ մենք ուզում ենք մարդի օրացույցում Սփյուռքում ապրող մարդը Երևան գալու օրերը կապի Երևանում տուն էքսպոյի օր անցկացման օրերի հետ եւ ոչ միայն հայ մարդը տուն գնելու օրեր ոչ միայն հայ մարդը կամ Սփյուռքի այլ առհասարակ real estate-ի անշարժ գույքի հետ կապ ունեցող մարդը ինչպես մենք Միլանում կամած անդրադառնում ես այն թեմային որի մասին մենք դեռ չենք սկսել խոսել դե սկսիր ուրեմն որտեղ մտածում ես դրա մասին խոսենք անպայման ընտիր դե
անցում կատարելով, ասեմ, վերջնականացնեմ թվերը, որ մենք այս տարի Սփյուռքից ունեցել ենք արդեն մոտ 105 գործարք, դա կանխատեսումն է, այսինքն նախնական գործարքները պայմանագրերից մոտ 105-ը կլինի, մեր ցուցանիշներով դա պարզապես գիտենք, դա մոտավոր մի $15 միլիոն մասն ենք խոսում։ Այսինքն Տուն Էքսպոյի շնորհիվ մենք կարողացել ենք այնպես անենք, որ այս տարվա առաջի կիսամյակում միայն $15 միլիոն գործարք է լինելու։ Երկրորդ կիսամյակում Այո, երկրորդ կիսամյակում այդ թիվը հասնելու է 40 միլիոնի։ Խոսքը գնում է երկուսը միասին, իսկ 15 առաջի կիսամյակում եւ նոյեմբերին լինելու է արդեն մոտ 25 միլիոն, այն քայլերը, որը մենք ձեռնարկում ենք։ Խոսքը գնում է ուղիղ վաճառքների։ Ես չեմ խոսում անուղղակի վաճառքների մասին, բայց եթե մի երկու ցուցանիշ անուղղակիից ասենք, օրինակ եթե վերցնենք թե նախորդ տարի 2025 թվականին, երբ որ մենք Տուն Էքսպոները արեցինք Մոսկվայում եւ Հայաստանում, ինչքան բրոկերային ընկերություններ գոնե առնվազն այսպես ես 3-4-ը գիտեմ, ովքեր ընդհանուր առմամբ 3-4-ը միասին $100 միլիոն ավել գործարքներ են իրականացնել։ Եվ ընթացիկ անընդհատ իրականացնում են։ Այդ $100 միլիոն դա ընդհանուր անշարժ գույքի շուկայի 7-ից 8%-ն է։ Դա մենք գիտենք։ Այդ նշանակում է, որ Սփյուռքի գնորդների մասը արդեն գերազանցում է 20%-ը։ Մինիմում 20%-ը արդեն Սփյուռքի գնորդներն են առնում։ Եվ տարեցտարի այդ ցուցանիշը աճում է։ Եվ դա շատ լավ նորություն է մեր համար։ Իհարկե, այդ ցուցանիշի մեջ հետո գամ բնակվեն նաև, ես վստահ եմ հիմա շատ մարդկանց մտքով դա էլ կանցնի, լավ, գնում են, շատ լավ է, բայց վերադառնալու են Հայաստան թե ոչ։ Այո, բնականաբար ցուցանիշը չի լինի շատ բարձր, 100% չի լինի, բայց միևնույն իրենք գալու են, բնակվելու են, եւ մենք ունենք նաեւ մի ուրախալի նորություն եւս, մեր միջազգայնացված գույքի տոկոսն էլ է կամած բարձրանում։ Իսկ եթե նախկինում դա 1%-ը չի գերազանցել, ես կարծում եմ նախորդ տարի դա արդեն եղել է միգուցե 1.5%, այսինքն 50% աճել է այդ ցուցանիշը։ Իհարկե սա մոտարկված թվեր են, ունենալով մեր մոտ նաև գործարքներ, որտեղ մենք այս տարի Տուն Էքսպոյում ունեցել ենք այցելուներ 26 երկրներից մարդիկ են եղել մեր մոտ եւ կամած արդեն գալով այն թեմային, որի մասին քեզ ասացի, մենք Տուն Էքսպոն նաև արդեն նոյեմբեր ամսից դիրքավորելու ենք որպես մի լոկացիա, որտեղ մարդը աշխարհի ցանկացած կետից կարող է գալ եւ տեղում առնել ոչ միայն անշարժ գույք Հայաստանից, այլ անշարժ գույք մեր Դուբայից, Եգիպտոսից, չգիտեմ, բոլոր այն վայրերից, որոնք այս պահին առաջարկում են Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, Հունաստան, Կիպր Խոսքը գնում է բոլոր այն ուղղությունների մասին, որտեղ այս պահին ներդրումային անշարժ գույքը իմաստ ունի եւ այդ ներդրումները դեպի այդ երկրներ, այդ գույքերի մեջ անելը հաջորդիվ օգտակար է լինելու մեր քաղաքացիների համար։ Եվ քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունից խոսք գնաց, ես անպայման ուզում եմ նշել, որ այս Տուն Էքսպոյում մենք ունեինք մի քանի տաղավարներ հենց Արաբական Միացյալ Էմիրությունների անշարժ գույք ներկայացնող եւ ի զարմանս մեզ մեր գործընկերները պատմում են, որ այցելները բավականին դրական են տրամադրված եղել, առնվազն հետաքրքրված են եղել, թե անգամ այս խառը աշխարհագրական եւ տարածաշրջանային, իրավիճակներով պայմանավորված մարդիկ ամեն դեպքում նեգատիվ ու բացասաբար չեն մոտեցել, այլ հետաքրքրվել են, թե այս պահին ներդրումներ անելու դեպքում ինչ արդյունքներ կունենան կամ ինչ է սպասվում մի քանի ամիս հետո եւ այլն, ուրախ ենք, որ նաեւ մեր շուկան այս իմաստով էլ այցելուների բավականին adekvat է եւ նաեւ հասկանում է, որ կան շրջաններ, երբ պետք է ստոպ տալ, չշտապել եւ կան շրջաններ, որ հակառակը հենց այդ պահին պիտի անել ներդրումային շուկաներում, որը օրինակ դեպի ներքև է գնում այդ պահին, բայց շուտով օրինակ ամիսներ անց հակառակն է լինելու։ Մի խոսքով Տուն Էքսպոյում մենք ունենք բոլոր տեսակի այցելուներին, մենք ունենք ամենատարբեր ներդրողներին, ունենք ցանկացած տեսակի գույք առաջարկող մեր գործընկերներին եւ ամեն տարի այդ գույքերի բազմազանությունը, գույքերի լոկացիաների բազմազանությունն է ավելանում ու նաեւ հաճախ սոցցանցերի կոնտենտից ես տեսա ու իմացա, թե ինչքան շատ մարդիկ օտար երկրներից եկած Տուն Էքսպոն իսկապես դիտարկել են որպես լոկացիա, որտեղ իրենք կարող են ծանոթանալ անշարժ գույքի վերջին տրենդերին։ Ինչպես ենք մենք գնում Միլան կամ Գերմանիա այնպիսի ցուցահանդեսների համար, որոնք մասնագիտացած, օրինակ սարքավորումների ցուցահանդեսների համար գնում են Գերմանիա կամ բժշկական։ Միլան գնում են fashion
ցուցահանդեսների եւ ցուցադրությունների համար եւ ահա մի քիչ իհարկե մեծ եւ վերամբարձ է հնչում, բայց թող Հայաստանն էլ դառնա լոկացիա, որ մարդիկ գալիս են անշարժ գույքի տրենդերը, նորությունները, պրեզենտացիաները, նոր ներկայացվող նախագծերը տեսնելու, իմանալու եւ ճիշտ network անելու համար։ Կարծես թե մենք գնում ենք դեպի այդ ուղղություն։ Առանց կարծես թեի, ես նույնիսկ կարող եմ ասել, որ մենք կարող ենք հենց հիմա այս եթերով ասել, որ 2 տարի հետո մենք կունենանք արդեն այնպիսի միջազգային տուն էքսպո, որ մենք այս տեսահոլովակը նայելով սկսենք, հիշում ես 2 տարի առաջ որ նայում ենք այստեղ ասես բան էինք ասում, բայց դա արդյոք դա հնարավոր է։ Ինչպես որ հնարավոր էր, որ մարդիկ գան կոշիկից էլ ավելի արագ կողմնորոշվեն տների հարցում։ Միանշանակ եւ մենք այն ժամանակ արդեն կունենանք ոչ թե 10 երկրներից, կունենանք 15-20 երկրներից, ոչ թե կունենանք 20 մասնակից, այլ կունենանք 40-50 մասնակից ուրիշ երկրներից։ Այցելուները կգրանցվեն։ Այո։ Այլ ամբողջ աշխարհից կգրանցվեն։ 50 երկրներից կգրանցվեն եւ ամենակարևոր ցուցանիշը դա նաեւ քանակն է իրենց, ոչ թե կլինեն իրենք 700 հոգի, այլ մենք տարի այդ թիվը պետք է ավելացնենք եւ արի խոստանանք, որ 2028 թվականին մենք արդեն կունենանք 2-3000 այցելու։ Այս տեմպով եւ այս խոստացողը դու ես, կարող ես Ես խոստանում եմ, որ մենք 2028 թվականին մեկ էքսպոյի շրջանակներում կունենանք 2000-ից ավել դրսից եկած այցելուներ։ Որպեսզի մի քիչ մեր նպատակներն էլ մարդկանց բարձ լինի, որովհետեւ մի տարի վեր ենք կենում գնում ենք Մոսկվա, հետո ասում ենք որ Լոս են գնալու եւ այլն։ Ուզում եմ մարդիկ իմանան, որ շատ աշխատանքի եւ նաեւ հետազոտական աշխատանքի արդյունքում մենք հասկացանք, որ Հայաստանը լավագույն լոկացիան է, որտեղ մենք կարող ենք կազմակերպել ամենաօպտիմալ ռեսուրսներով ամենալավ արդյունքին հասնելու գործընթացը, այսինքն եթե մենք պիտի վեր կենային գնայինք աշխարհի տարբեր քաղաքներ, որտեղ հայերը շատ են կամ թեման ակտուալ է եւ կազմակերպենք ցուցահանդես, խայտառակ ծախսերով, ապա մենք Հայաստանում Ոսնებ ռիսկերից էր խոսել, շատ մեծ ռիսկեր է։ Ամենաառաջին ռիսկը ֆինանսական ռիսկն է իհարկե, բայց մյուս բանը մենք Հայաստանում կարծես արդեն ձևը 10-ից միլիոն սովորել ենք, ամեն գործիքի կիրառությունը գիտենք, գտնվում ենք մի միջավայրում, որտեղ մեզ ավելի կոմֆորտ եւ ճիշտ է ռեսուրսները բաշխել եւ աշխատելը, մենք կարծես մեր աչքի տակ թողում ենք այդ ամբողջ ռեսուրսը եւ փորձում ենք մեր պրոյեկտը աշխարհով մեկ տարածել, բայց աշխարհով մեկ տարածելու մի մեթոդ է նաեւ աշխարհին այստեղ բերելը, ոչ թե աշխարհ գնալը։ Ֆիքսված լոկացիա, որը կլինի Հայաստան եւ սա Հայաստանի տնտեսության մեջ նաեւ կողքից side effect-ը, կողքի արդյունքները ինչքան ավելի լավն են լինելու, այսինքն բացի այն որ մարդը եկավ եւ Հայաստանը ասոցացրեց անշարժ գույքի թոհուբոյի եւ կենտրոնի հետ, բացի այն որ Հայաստանում շատ ներդրումներ կգան հայկական անշարժ գույքի մեջ, հայրենական, նաեւ մարդը եկավ ապրեց Հայաստանում 1 շաբաթ, 2 շաբաթ, շրջեց, ծանոթացավ պատմությանը, օգտվեց ռեստորաններից, շփվեց մարդկանց հետ եւ մենք էլ մի քիչ այնպիսի ժողովուրդ ենք, որ շատ սիրվում ենք, ինձ թվում է օտար ազգի կողմից ու հավանականությունը, որ Հայաստանը ավելի պոպուլյար կդառնա քարտեզի վրա որպես զուտ ուղղություն, որտեղ կարելի այցելել, զուտ տուրիստական անգամ նկատադեռ ես չեմ խոսում ներդրումների գրավչության համար իհարկե նաև կառավարությունը պիտի շատ աշխատանք տանի եւ համապատասխան մարմինները որ ներդրումներ անելը Հայաստանում իսկապես լինի հեռանկարային եւ գնում է դրան, բայց շատ իրականում խառը թեմաներ կան եւ մեր շատ հյուրեր անդրադարձել են այս մասին, թե ինչքան դժվարություններ ու մի քիչ խժդժական վիճակներ կան ներդրողների համար Հայաստանում, օտարերկրյա ներդրողների համար, բայց եթե այդ կտորն էլ դուրս գա, մեծ խոշոր ընկերություններ կան այստեղ մասնաճյուղեր ունենան, եթե մենք հաշվի առնենք ինչ ֆանտաստիկ, օրինակ IT ոլորտի մասնագետներ մենք ունենք այստեղ, շատ մեծ IT ընկերությունների head office-ներ են այստեղ, հիմնադրվում են, մենք որպես home country ենք, հա, այդ մայր երկիր ենք այդ շատ ստարտափերի համար, որոնք աշխարհն են գրավում։ Ու բոլոր ուղղությունները այս գործին կպնեն, Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում կդառնա բավականին տրենդային ուղղություն ամենատարբեր իմաստներով, ոչ միայն անշարժ գույքի, որ մենք ուղղակի անշարժ գույքը ու ինֆո առիթը մեր միջոց է ուշադրություն հրավիրելու։ Քանի որ մենք պետք է ոչ թե անշարժ գույք վաճառենք, այլ երկիրը պետք է վաճառենք, մենք պետք է ներկայացնենք երկիրը, կենսակերպը։ Ես դեռ քո հետ համաձայն եմ։ Օդը պիտի մաքրվի, վերջո։ Կամաց հասանք օդի մաքրմանը։ Այո, դա ուղիղ կապ ունի եւ եթե թվերով մի երկու թիվ էլ ներկայացնեմ, ասեմ, որ 15 միլիոն դոլարի ներդրում կարողացել ենք այս տարի տուն էքսպոնանելով Սփյուռքից բերենք, այդ 15 միլիոն դոլարից 5 միլիոն դոլարը մոտավոր գնում պետությանը որպես հարկ։ Այո։
Այսինքն մենք իսկ մենք դրսի վրա կոնկրետ եթե վերցնենք Ռուսաստանի վրա արել ենք մոտ $50,000 ներդրում բլոգերների, ինֆլուենսերների եւ սոցիալական ցանցերում, որտեղ ունեցենք 10 միլիոն դիտում։ Այսինքն 10 միլիոն մարդ առնվազն ինչ որ ձևով լսել կամ իմացել է 15 միլիոն դոլար։ Այո, 10 միլիոն մարդը բերել է 15 միլիոն դոլար։ Հետևաբար մենք կարող ենք 20, 30, 100 եւ ամբողջ միլիոն, քանի որ մեր սփյուռքը շատ մեծ է եւ խոսքը միայն բնականաբար Ռուսաստանը բնակ մեր հայրենակիցների մասին չէ, մենք նույն հետաքրքրությունում ինչ ունենում ենք Ամերիկայից, մեր շատ են գրում, հարցնում եւ մեզ սպասում էին նաեւ Լոս Անջելեսում 2025 թվականին, երբ մենք հայտարարել էինք, ու մենք ենք սպասում իրենց։ Այո։ Եվ նոյեմբեր ամսին մեծ սիրով նոյեմբերի 13-ից 15-ը կսպասենք մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում եւ նաեւ կհայտարարենք արդեն հաջորդող տունեքսպոների մասին նախապես որպեսզի մարդիկ պլանավորեն իրենց հանգիստը գոնե տուն ձեռք բերելու հետ։ Գնում ես ճամփորդության մեջ տուն չառնես հայրենիքում։ Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց շոփինգի մշակույթը մտցնել նաև անշարժ գույքի ոլորտ, այո, շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց շատ կառուցապատողների, անշարժ գույքի գործակալների, էքսպերտների մոտ այդ կարծրատիպային մոտեցումը, թե ցուցահանդեսը դա այն գործիքը չէ, որով պիտի իրենց բիզնեսը առաջխաղացում ապրի կամ ծաղկում ապրի կամ հասնեն իրենց բիզնես նպատակներին, այլևս վաղուց կոտրված է։ Ուրախ եմ, որ ոգեշնչում ենք ոլորտի այլ նաև մասնագետների կազմակերպիչների որդեգրել մեր մոտեցումները, որովհետև սա նաև շուկայի հանդեպ պատասխանատվություն վերցնելու մասին է, այսինքն big project-ը որպես ընկերություն պատասխանատու է իրեն զգում յուրաքանչյուր անգամ անել ավելին, քան ինքը արել էր, որպեսզի նաև ոլորտում ընկերության հետևից եկող մյուս ընկերությունները նույնպես սովորեն եւ այս լավագույն փորձը վերցնեն իրենց ցուցահանդեսների կամ միջոցառումների համար, որովհետև ես միշտ ասում եմ, որ մենք շատ ուրախ կլինեինք մտնել ոլորտ, որտեղ ամեն ինչ այնքան լավ է, որ մենք կարող ենք վերցնել ու փորձված պրակտիկա կիրառել, բայց մենք մտանք ոլորտ, որտեղ չկար ոչինչ արված եւ մենք ուղղակի փորձից սխալի մեթոդով տալիս ենք որպես ժառանգություն մեզնից հետո եկող, բայց ավելի զարգացրինք։ Այո, կար, վստահ կար, բայց մենք տեսնում ենք, որ ժամանակակից շունչ չկար կամ այս պահին ակտուալ գործիքները, մարքեթինգը որպես ոլորտ շատ անտեսված էր միջոցառումների կազմակերպման մեջ, բայց այսօր նախ միջոցառումն է մարքեթինգի շատ մեծ գործիք։ Եվ ես չեմ կարծում, որ անշարժ գույքի որևէ մասնագետ Հայաստանում ապրող կարող է տուն էքսպոին որպես գործիք թերագնահատել կամ մեկնաբանել, որ այն էֆեկտիվ չէ։ Կարող է լինել ոչ էֆեկտիվ, եթե դուք պատրաստ չեք օգտվել այդ գործիքից եւ տուն էքսպոին անպայման պիտի լինել պատրաստ, որովհետեւ գալ վերցնել տուն էքսպոն որպես գործիք բիզնեսի առաջխաղացման համար եւ չպատրաստվել կարող եք վնասել ձեր բիզնեսին մի շարք վնասներ կրելով, թե ֆինանսական, թե իմիջային։ Այստեղ ես եւս մեկ անգամ անդրադառնամ քո հարցին, որտեղ հարցը շատ դուրս եկավ այն մասին, թե արդյոք մենք ցանկանում ենք, որ բոլորը մեր մոտ լինեն։ Ես եւս մեկ անգամ պատասխանեմ, որ ոչ, չենք ցանկանում եւ մենք տարեց-տարի փորձելու ենք։ Ունես նման кейսեր, որտեղ դու ես խորհուրդ տվել, որ պետք չէ մասնակցել տուն էքսպոին, եթե այս պայմանները չունեք։ Չեք բավարարում։ Դրանց օրինակ մի քանի պայման ասեմ, որպեսզի մեր հարգելի այցելուներին, ովքեր մեզ նայում են, իրենց համար էլ པարզ լինի։ Ավելի ապահով զգան իրենց։ Այո, այդ պայմաններից մեկը նաև օրինակ որ մինիմալ տեսականի չունեն։ Այսինքն եթե ունեն իրանք 400 բնակարանից համալիր, բայց ընդհանրապես այնտեղ մնացել է 50-60 բնակարան, այստեղ հարց է, վաճառքի նպատակով իմաստ չունի գալ։ Բայց եթե իրենք նախատեսում են, որ այլ պրոյեկտներ են ունենալու, իրենք որպես կառուցապատող իրենց իմիջի վրա եթե փորձում են աշխատել, տուն էքսպոին չներկայանալը արդեն հարված է այդ իմիջին, որովհետև առաջին հարցը, որ մի բանի մասին հիմա պիտի պատմենք, որ այցելուն ունի, ինչու այս կամ այն կառուցապատողը չկա տուն էքսպոին, ինչը այն չէ, ինչ է պատահել։ Մի կարևոր բան անպայման ուզում եմ պատմել, ուրեմն նախ տուն էքսպոյի օրերին ամբողջ ոլորտն է հատուկ առաջարկներով եւ զեղչերով հանդես գալիս։ Իրենք մասնակցում են թե ոչ։ Մեդիանում տաղավար ունեն, մեր գործընկերներն թե ոչ։ Հետո մի շարք ընկերություններում տուն էքսպոյի օրերին եւս եղել են շատ ավելի մեծ վաճառքներ, քան պիտի լինեին սովորական օրերին, որովհետև մարդիկ եկել են տուն էքսպո։ Նաև ավելի շատ, քան միգուցե մեր մոտ մասնակից ընկերություններից մեկի մոտ։ Դա եւս մարդիկ եկել են տուն էքսպո ոգևորված, փնտրել են այդ տաղավարը, չեն գտել ու չեն ընկճվել։ Զանգել են այդ ընկերությանը, հարցրել են՝ ունեք, չկաք, բայց ունեք հատուկ առաջարկ, ունեք զեղչ, իհարկե ունենք բնականաբար, եւ կարծես թե տուն էքսպոն այլևս
Մերիդիանում ընթացող 3 օրերը չեն։ Դա լոկացիա չէ այլևս։ Դա սև ուրբաթի տրամաբանությամբ աշխատող էկոհամակարգ է։ Կան տուն գնելու օրեր, ինչպես կան գինու օրեր, բարևներ մեր գործընկերներին գինու օրերի։ Տուն գնելու օրերը յուրաքանչյուր տարի 2 անգամ այսուհետ տուն էքսպոյի օրերին է լինելու նախապես եւ շուտով նոյեմբերի 13, 14 եւ 15 ճիշտ եմ ասում օրերը, այո, դեռ սովոր չեմ էլի, որովհետեւ մարտի 27, 28, 29 այնքան ենք ամեն տեղից գոռացել եւ ես ուզում եմ մեր գործընկերներին, գոլեգաներին այդ շուկայում աշխատող անշարժույթի հորդորել, որ անգամ եթե տուն էքսպոյում չեն մասնակցում ինչ-ինչ պատճառներով, որովհետեւ նախ ֆիզիկապես հաճախ ուղակի տեղ չի լինում, ինչքան էլ իրենք կուզեին, ամեն դեպքում իրենք օգտվեն տուն էքսպոյի ինֆո առիթից եւ անեն իրենց հատուկ առաջարկները, իրենց գովազդները։ Մենք դրան լավ ենք նայում։ Մենք չենք ասում, որ բոլորը պետքա լինեն տուն էքսպոյին, ոչ, բոլորը պետք չի լինեն։ Պետքա լինեն նրանք, ովքեր որ ավելի էֆեկտիվ են կարողանում այդ գործիքից օգտվել։ Այո, որովհետեւ մենք էլ ենք վնաս կրում։ Մենք կլուբ ունենանք։ Մենք ուզում ենք ունենանք մի խումբ կառուցապատողների համայնք, ովքեր կարողանում են այդ գործիքից օգտվել, կարողանում են դա անել բոլորից ավելի լավ։ Եվ շնորհակալ են վերջում։ Որովհետև եթե տվյալ կառուցապատողը կամ մասնակիցը չկարողացավ էֆեկտիվ օգտվել, ինքը համ մեզ է վնասում, համ իրեն է վնասում։ Եվ շուկան էլ է վնասվում դրանից։ Եվ եթե մենք նախկինում ով զանգահարում էր ասում էր, ես ուզում եմ գամ, մենք ասում ենք այո, արի մասնակցի։ Կամ առանց, միգուցե առանց հասկանալու հիմա առաջին տուն էքսպոյին շատ բան այլ ձևով էինք անում։ Այո, որովհետև մեզ հարկավոր էր փորձել առաջին տուն էքսպոյին։ Նաև հարկավոր էր գումար, որ կարողանայինք Համլետ ճիշտն ասած։ Այո, համաձայն եմ քո հետ, բայց հիմա մեր համար շատ ավելի կարևոր է դարձել վաճառքները, էֆեկտիվությունը եւ առհասարակ ընդհանուր տուն էքսպոյին ես արդեն հիմա իմ հայացքը տուն էքսպոյին եւ տուն էքսպոյի մասնակից ընկերություններին ես նայում եմ որպես մեկ մարմին եւ այդ մեկ մարմնում կան վաճառքի թիմեր, պայմանական 50 վաճառքի թիմ։ Այդ 50 վաճառքի թիմերը ամեն մեկը իրենց վաճառքի թիմերի ներսում ունեն իրենց վաճառողներին։ Եվ իմ նպատակը, մեր նպատակը, Big Projects-ի նպատակը կազմակերպիչների դա այն է, որ այդ բոլոր վաճառքի թիմերը լինեն ավելի էֆեկտիվ։ Եվ օրինակ, եթե տուն էքսպոյում ընդհանուր 1 ժամվա թողունակությունը մոտ 2000 այցելու է, մենք հասկանում ենք, որ մենք չենք կարող այնտեղ ունենալ պայմանական 3000 կետ։ Մեզ այնտեղ ընդհանրապես հարկավոր է, քանի որ միջին հանդիպումը տևում է 15 րոպե, մեզ պետք է 200-250 կետ, որպեսզի հասցնենք բոլորին սպասարկեն։ Ոչ ավելը, ոչ պակասը։ Դրանով մեզ պետք չի որ բոլորը լինեն։ Մեզ պետք է սահմանափակ քանակի վարժ մասնագիտացված ընկերություններ, կառուցապատողներ, խմբեր, ովքեր իրենց աշխատանքը այդտեղ կիրականացնեն շատ լավ եւ էֆեկտիվ։ Ինչը որովհետև դրվում է հսկայական ռեսուրս, ծախսվում է հսկայական էներգիա, ի վերջո գոյանում է արդյունքի ու պոտենցիալի մի մեծ գունդ, այսինքն մենք կարող ենք ստեղծել շատ ավելին մեր դրած ռեսուրսներով։ Ու երբ որ թիմերը վարժ չեն, այդ ռեսուրսը ուղղակի մսխվում է։ Այսինքն կառուցապատողի ռեսուրսը, կազմակերպչի ռեսուրսը, այցելուի ժամանակը ուղղակի հոդես է ցնդում, երբ կոմպետենտ մասնագետներ չեն սպասարկում ու իրականացնում գործը։ Եվ այսքանը հասկանալով որպես կազմակերպիչ մենք չենք կարող բաց թողնել չի հասել տուն էքսպոյին։ Ես եթե իմ նամակներով, միայն որ իմ անձնական էջին գրված նամակները նայեմ, շատ Համլետ։ Խոսքը ես կարծում 10000-ից ավելի մասին է։ Ես կարծում 10000-ից ավել ջբայնացել եւ հետ են գնացել։ Ուղղակի չի կարողացել գա։ Կամ դուրս էլ չի եկել որ գա, որովհետեւ իմացել է անիմաստ է։ Ուղղակի նայել է խցանումներ են 2 ժամ պետք է նայեն, չեն եկել։ Եվ ես ինչու եմ սա ասում, որ այնտեղ ունենք սահմանափակ թողունակություն թե այցելուների, թե մասնակիցների։ Այո։ Մենք կարող ենք այնպես անել, որ գրանցվեր ոչ թե 28000 հոգի, գրանցվեր 50000 հոգի, բայց դա անհրաժեշտ չի։ Միգուցե 28000-ն էլ շատ։ Մենք համոզվեցինք, որ շատ էր, որովհետև բողոքները, դժգոհությունները, անանցանելի ճանապարհ, անանցանելի միջանցքներ։ Այո, տաղավարները չեն երևում, մասնագետները չեն հասցնում, կարծես բողոքները ավելի շատ լինեն արդեն այդ over, հա, շատ եկած վիճակից, քան հակառակը, որ ասում են մարդ չկա։ Մենք չեմ հիշում խնդիր ունեին։ Վերջին անգամ մենք երբ ենք տուն էքսպոյում, մենք չենք լսել երբեք մարդ չկա արտահայտություն, մենք լսել ենք, որ լավ չեն հասցնում սպասարկել, կամ որ ձայնը կտրված է, հոգնած են, կիրակի օրը արդեն էներգիա չունեն, որովհետև ուրբաթ օրը ժամը 11:00-ից սկսած Մերիդիանի 3 միջանցքները եղել են լիքը։ Ես 11
11-ից բացումից հետո մի խոսքով բարձրացել եմ վերևից եմ նայելու, չի հավատում, որ ուրբաթ օրվա առավոտի տեսարանն է սա, այո, սա անհավանական շաբաթ կիրակի լռեմ։ Անհավանական տեսարան էր ու պարզապես մեր ընկերության անունից եմ, ուզում ասել նաև մեր ժողովրդին, որ ամեն ինչ հնարավոր է։ Մեր շուկան փոքր չէ, մենք չենք ապրում, մենք փոքր երկրում ենք ապրում, բայց այս երկրում նույնպես հնարավորությունները անսահման են, պարզապես խելացի աշխատել, շատ ջանք դնել, մտածել խելացի համակարգ, բիզնեսի։ Նաև Հայաստանում կարելի է եւ հարստանալ, եւ հարստացնել, եւ օգնել, եւ օգտակար լինել, եւ բիզնեսը զարգացնել, եւ Հայաստանում նստած դրսից բերել ներդրումներ։ Պետք չէ որ մենք գնանք մեզ կոտորենք օտար շուկաներում, անգամ պետք չէ գնալ եւ ավարտել Հարվարդը կամ Օքսֆորդը, որպեսզի ստեղծել նման մեծ տնտեսական հզոր էֆեկտ։ Սա ուզում եմ անպայման ասել, որովհետև նաև մեր ընկերությունն ու մեր անձերը նույնպես շատ մոտիվացնող են շատ մարդկանց համար, ու ինչու ենք մենք նաև օրինակ տունկաստը սկսելու այսպես նստած պատմում ենք սովորական, քանի որ շատ մարդիկ են մեզ ճանաչում անհիշելի ժամանակներից, երբ մենք զբաղվում էինք շատ տարբեր փոքր եւ միջին բիզնեսներով կամ կամավոր էինք այս կամ այն միջոցառմանը կամ աշխատում էինք տարբեր ընկերություններում, պարզապես ուզում եմ մեր ընկերության ու թիմի կատարած աշխատանքի օրինակով եւս մեկ անգամ հիշեցնել, որ այս արդյունքը Տուն Էքսպոյի նման այլ բիզնեսներ անվերջ կարող են լինել։ Պարզապես պետք է բիզնես անելիս չմտածել սեփական գրպանները լցնելու մասին, այլ մտածել այդ բիզնեսի անհարթությունները արտուկելու խնդիր ես դու լուծում։ Այո, ճիշտ ներդրումների եւ ամենակարևորը ճիշտ խնդիրներ լուծելու մասին, որովհետեւ չէ որ Տուն Էքսպոն ինչքան տրանսֆորմացիաներ ունեցավ, ինչքան շատ մենք ունեինք հարակից ոլորտներ, կամ Տուն Էքսպոյում անում էինք այլ միջոցառումներ, մի բանը հանում էինք, մի բանը դնում էինք, փորձարկում էինք եւ այս բոլոր տարիների ընթացքում 2022 թվականից մինչեւ հիմա տպավորությունն է որ շատ չի անցել, բայց արդարության համար ասենք Տուն Էքսպոն շնորհակալ ցուցահանդես է։ Շատ Այո, եւ Տուն Էքսպոն պահում է մյուս բոլոր ցուցահանդեսներին մերի վերջը։ Եկեք սա էլ խոստովանենք, որ մեր մնացած ցուցահանդեսների իրական հովանավորը ճիշտ է, լիզինգ էքսպոն էլ է շատ լավ ցուցահանդես եւ ինքը իրան պահող ցուցահանդես եւ էլի սենսացիա պլյուսով ցուցահանդես։ Սա ուսրտի ինչի չենք կարող ասել Big Christmas Market-ի մասին, որը շատ սիրելի, բայց որի շատ սիրելի։ Իրականում հովանավորը միշտ մենք կատակով ասում ենք, որ շատ անարդար է, որ այդքան տարբեր ընկերությունների լոգոտիպեր կան, բայց Տուն Էքսպոյի լոգոտիպը որպես հովանավոր Big Christmas Market-ում չկա։ Այո, ընկերներ, Big Christmas Market-ը մեր ընկերության կողմից ավելի շատ բարեգործական, չասեմ, բայց սոցիալական նախագիծ մեր համար էլ, այո, մենք դա սիրով անում ենք, բայց եթե զուտ բիզնեսի տեսանկյունից նայենք, Տուն Էքսպոն կարող է շատ ջղայնանալ, կարծես Տուն Էքսպոն ընտանիքի հայրը լինի, որը պահում է երեխաների, որոնք մեծացնում է։ Այո, չեն աշխատում եւ չեն բերում օգուտներ, տեսնենք։ Շուտ մեծացավ Տուն Էքսպոն եւ նոյեմբերի 13, 14, 15 Մերիդիան Էքսպո կենտրոն Չխոսեցինք Մերիդիանի խնդիրներից, կարող ենք մի 5 րոպե խոսել, որովհետև շատը մարդիկ բողոքում էին ինձ։ Լավ մի кейս պատմեմ, արի այդ խնդիրներից մի հատ кейս պատմեմ, որը ամբողջովին ցեխոտ պարկինգից, վիճակից մի խոսքով։ Ցեխոտ պարկինգից էլ սկսենք։ Ինչ շատ էի գրել ընկերներ, ես կապ չունեի։ Այս անգամ ես անձամբ բոլոր կետերին գնացել անդրադարձել եմ եւ Մերիդիանի քաղաքապետարեն սկսած ինչի ախցանում առաջանում ոնց կարելի է դա լուծել մեր սիրելի բարեկների հետ խոսելուց բռնած բնակիչների հետ խոսելուց բոլորի հետ խոսելուց տենց իջել եմ եկա հասա արդեն այդ ուղեփակոցի մոտ եւ մի այցելու շատ ջղայնացած եկավ մեր հարգելի սիրելի անվտանգության համակարգողի վրա մունատ գալով ասաց Էս ինչա ձեր Մերիդիանը, սենց մի քիչ ուռճացնում եմ իհարկե, ասից կներեք, ցեխ իջել ենք մի անգամից ցեխի մեջ, նայում այնց տեսե, ճիշտ է մարդը ասում, ես բան չեմ կարող ասել, մոտիկացա ասի, ներողություն եմ խնդրում, համաձայն եմ ձեր հետ, անվտանգության պետն էլ ասեց, հաջորդ անգամ կաշխատենք, որ նման ձևով չլինի, շատ պարկեշ, շատ գեղեցիկ պատասխանեցին, չպատկերացնելով, որ մենք Եվ մեր գործընկերը Ազուրիտ ընկերությունը, որը մեզ շատ եւս օգնեց եւ Մերիդիանի ղեկավարությունը, որ էլի մեզ շատ օգնեցին։ Այո, մոտ 500 մեքենա հող բերե այդ օրերի համար լցրել են Մերիդիանում, մի 150 մեքենա շեբեն
եւ մի շարք այլ աշխատանքներ են իրականացրել, լճի մեջ ճիշտ է, որը բացարձակ կապ չունի ցուցահանդեսի հետ, բացարձակ ցուցահանդեսի կազմակերպման եւ հավուր պատշաճի իրականացնելու եւ մարքեթինգային արշավը անելու հետ բացարձակ կապ չունի։ Էֆեկտիվության ամեն դեպքում ցուցահանդես գործիքի էֆեկտիվության կապ չունի։ Էֆեկտիվության վրա ըստող գործիքներ կամ գործողություններ չէին, բայց դա չանելը բերել էր անհնարինության, այդքան մեքենաների կայանելու։ Մենք գոնե մի 300 մեքենայի տեղ հավելյալ ավելացրել ենք այդ ամենով եւ մեկ անգամ նշեմ մեր սիրելի գործընկերների Ազուրիտի եւ Մերիդիանի օգնությամբ միանշանակ ինչու է այդ իրավիճակը եւ ինչու ենք մենք այս տարի այսպես ասած գնացել այդ զոհողությանը, որովհետեւ նաեւ պատ չուներ Մերիդիանը հիմնական քանդված էր իդեպ սիրելի այցելուներ դուք դա երբեք չեք նկատել, եթե մենք չասենք դուք հիմա էլ չեք հասկանա դա որ պատներ որ չկար եւ չեք պատկերացնի բարձրապես չեք պատկերացնի, որ օրինակ երբ դու մտնում ես Մերիդիան, աջ կողմի պատը մոտավորապես մի 600 քառակուսի արդյոք գոյություն չուներ։ Այդ կտորից պատի մասը ժամանակավոր պատը, որ մենք սարքել էինք, պարզապես նրա համար էր, որ Մերիդիանը մեծանում է, դա լավ բանի համար է, Մերիդիանը դառնում է տարածաշրջանի լավագույն կենտրոններից մեկը, էքսպո կենտրոններից մեկը, ինչպես գիտեք, COP17-ի շրջանակներում են այդ աշխատանքները տարվում եւ մեզ համար այս անգամը պարզապես սլացիկ անցկացնելու համար մենք այդ աշխատանքները իրականացրել ենք եւ շատ մեծ ուրախությամբ ենք իրականացրել, քանի որ մենք հաջորդող ամիսներին արդեն մյուս տուն էքսպոին կունենանք բոլորովին նոր տարածք, բոլորովին նոր լոկացիա եւ Մերիդիանը արդեն կդառնա լրի վերանորոգված, ցեղ չի լինելու, պարկինգներ են լինելու նորմալ, այո, ասֆալտ է լինելու։ Բացի այդ մենք նաեւ կունենանք լրի նոր brand new, այսպես ասած, անցկացման վայր, նոր վերանորոգմամբ, նոր լուսավորությամբ, ավելի հագեցած ենթակառուցվածքներով, որովհետեւ Մերիդիանը վաղուց ուներ այս ներդրման կարիքը եւ ամեն դեպքում ցուցահանդեսները ինչպիսիք տուն էքսպոն են, պիտի անցնեն ավելի լավ պայմաններում։ Դրա համար որպես կազմակերպիչ մենք շատ հանգիստ տարանք, հանգիստ ճակերտավոր, իհարկե խոսքը ֆանտաստիկ մեծ ներդրումների մասին է, թե մեր կողմից, թե Մերիդիանի եւ մեր մյուս գործընկերների, Ազուրիտի եւ էլի այլ գործընկերների կողմից, բայց նաեւ ինձ համար շատ հպարտանալու բան է, որ Big Projects-ը, որը նշված ընկերությունից եւ ամենաերիտասարդ, այդպես մի քիչ գժական ընկերությունն է, ունի այդ ռեսուրսը միանալու եւ մեր քաղաքի մեջ ու երկրի համար ու տարածաշրջանում, կառուցվող, պատրաստվող այդ մեծ ինֆրաստրուկտուրայի համար որոշակի պահ ներդրում անելու կամ լավարկելու, որովհետև մենք նաև հիշում ենք, երբ մենք տեղափոխվեցինք Մերիդիան, հույս չէին տալիս մեզ, որ մենք կապրենք, չնայած մենք շատ վստահ ենք եւ ես ինքս առաջին օրվանից ձեզ պատմել եմ ընկերներ Մերիդիանի ֆանտաստիկ հնարավորությունների մասին, այդ տարածքի մասշտաբի մասին եւ չմոռանանք, որ 24 թվականին Մերիդիան գնալուց հետո էր միայն, որ մենք վստահ տեսանք մենք ինչ մասշտաբի ենք իրականում ընդունակ եւ տեսանք որ չկա տեղ, այսինքն վերջանալու տեղ։ Ինչքան տարածքը ավելանում է, մենք միշտ ավելի մեծանում ենք։ Այո, Համլետը անհավանական բան ֆանտաստիկ սկիլեր ու հմտություններ ունի։ Տվեք ինձ տարած եւ ես շուտ կտամ աշխարհը, հիմա քոնն է, քեզ տվել են հենմանկետ եւ դու այնպես ես հենվում, որ ամեն անգամ ինձ թվում է մեր գոլեգաները մյուս ցուցահանդեսների կազմակերպիչները անպայման ուզում են իմանալ դու դա ինչպես ես անում եւ ես մեծ իրով կիսվում նաեւ օգտակար ես լինում իրենց հետ եւ բոլոր մեր գոլեգաների եւ գործընկերների հետ մեծ իրով պատրաստ եմ միշտ կիսվել փորձառությամբ, միշտ տանք այն գիտելիքները, որ մենք փորձի արդյունքում ձեռք ենք բերել եւ ես շատ հարգում եւ սիրում եմ իմ գործընկերներին։ Այո, մենք շատ ուրախ ենք բոլորի հաջողություններով, տեսնում ենք, որ բոլորն էլ ուրախանում են մեր հաջողություններով եւ նաեւ օգտվում են մեր շատ ծառայություններից, որոնք մենք ունենք հատուկ մեր գոլեգաների համար ոլորտի, ցուցահանդեսների մյուս կազմակերպիչների համար, որովհետեւ ի վերջո մեր նպատակը ու առաքելությունը զարգացման համար նպաստավոր պայմանի ստեղծումն է բոլոր բիզնեսների համար, որոնք մեզ հետ այս կամ այն կերպ առնչվում են եւ բոլոր մարդկանց ու մեր թիմակիցների, մեր գործընկերների ու հետեւապես ցուցահանդեսների ոլորտը եւս, եթե մենք ներկայացնում ենք ցուցահանդեսների ոլորտը պիտի լինի զարգացած ու պիտի լինի բոլոր կողմերից ու բոլոր ոլորտների համար զարգացած, ուստի սիրելի գործընկերներ, եթե դուք ունեք ցուցահանդես, բայց ինչ որ կերպ զգում եք, որ
ունեք մեր օգնության կարիքը խորհրդատվության տեսքով ուղղակի ընկերական սուրճ խմելու կամ շփվելու տեսքով մենք միշտ բաց ենք, պատրաստ ենք եւ ունենք շատ սիրելի գործընկերներ արդեն մեր գոլեգաներից, ցուցահանդեսների այլ կազմակերպիչներից, ու մեզ համար միշտ հպարտանալու առիթ է, հա, լինել այդ ամենի կիզակետում։ Համլետ, եթե դու ունես ավելացնելու բան համեցիր, դե վերջի թվերն էլ ավելացնեմ, կասեմ, որ այս 6 ցուցահանդեսների ընթացքում, որոնք արեցինք Հայաստանում եւ մեկը Մոսկվայում, մենք կարողացել ենք $900 միլիոն ավել, $900 միլիոն ավել ընդհանուր ներդրումային շրջանառություն, այո, ապահովել, որից $100-ից $110 միլիոն Սփյուռքից։ Ինչի համար անխոս առաջին հերթին շնորհակալ ենք մեզ վստահող բոլոր գործընկերներին, որոնք երբևէ գումար են փոխանցել Big Project-ի հաշվին եւ հավատացել են, որ այդ գումարից մի քանի անգամ ավել իրենք մեր ցուցահանդեսի շնորհիվ պիտի աշխատեն։ Շնորհակալ ենք մեր թիմակիցներին, որոնք անդատրում գիշերը ցերեկ դարձրած, ցերեկը առավոտվա ամենաէֆեկտիվ ժամերը դարձրած եւ անverջ աշխատող մեր թիմակիցներին, որոնց աճը եւ զարգացումը մենք ամեն տուն էքսպո տեսնում ենք։ Բոլոր պետական գործընկերներին, ովքեր այս տարի նաև ճիշտ է, մեր պետական համակարգի բոլոր կառույցների գործընկերներին, որոնք առաջին օրվանից մինչև այս տարի եւ այս տարի նաև քաղաքապետարանի մակարդակով մենք տեսանք այդ ուշադրությունը նախորդ տարիներին էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, այո, ՊԵԿ-ի եւ քաղաքաշինության կոմիտեի, կառուցապատողների հայկական ասոցիացիայի բոլոր կառույցները, կադաստրի կոմիտեի, պետգույքի բոլորը իրականում միշտ մեզ հետ շատ հաճելի շփվել են եւ տեղ են տվել եւ ուշադրություն են դարձել եւ այսօր Տունեքսպոն նաեւ հավասար քայլում է եւ նստում է այս բոլոր պետական կառույցների հետ, որովհետեւ հաշվի նստում են Տունեքսպոյի հետ, քանի որ քաղաքացիներն են առաջին հերթին հաշվի նստում Տունեքսպոյի հետ եւ իհարկե մեր այցելուներին, որոնք ամեն տարի չեն զլանում այդ խցանոների միջով, ցեղի միջով վրա ցեղերի եւ բոլոր խոչուն, որտեվ համալիրում էլ երբ մենք համալիրում էինք նույն կերպ այդ խնդիրները մենք ունենում էինք ճանապարհների փակվելու։ Այո, մասշտաբը ավելի մեծացել է։ Այո, խնդիրների եւ մնացածի։ Այո, շնորհակալ ենք շատ բոլորին։ Մեզ համար շատ ամեն դեպքում հողին կպնելու եւ էլի այս ծանրությունը այս թեմայի գիտակցելու էրա է մոտենում, մենք շատ լավ գիտակցում ենք, ինչքան մի բան հաջողվում է, այնքան ավելի պիտի շատ աշխատի, ավելի շատ են պատասխանատվությունները եւ բնականաբար մենք գիտենք, որ երբ վստահում եք Տունեքսպոյին, Տունեքսպոն էլ պիտի ամեն ինչ անի, որ այդ վստահությունը երբեք չվատնվի, չսակարկվի եւ երբեք չկորի։ Մենք եւ ես նաեւ առանձնահատուկ ցանկում եմ շնորհակալություն հայտնել մեր Տունեքսպոյի պրոյեկտի ղեկավարին Անահիտ Թորոսյան, ում շնորհիվ այս տարիների ընթացքում Տունեքսպոն հստակ աճի միտում ունի եւ պետք է նշել, որ Անահիտը ամեն տարի չի եղել Տունեքսպոյի նախագծի ղեկավարը, մեր մյուս թիմակիցներին եւս չմոռանալով, բայց վերջին տարիներին ու հատկապես այս տարվա շատ ֆանտաստիկ, այո, աշխատանքը կազմակերպչական, որ դուք Big Project-ի անունից տեսնում եք ու վայելում եք, եւ բոլոր նորամուծությունները, որ մենք ամեն տարի ունենում ենք, նաեւ մեր ֆանտաստիկ թիմի նախագծի ղեկավարից սկսած մինչեւ յուրաքանչյուր օպերացիոն մենեջերի, մարքեթինգ մենեջերի, վաճառքի մենեջերների, բոլորի կազմակերպչական թիմի բոլորի աշխատանքի թիմային միահամուռ, տեղ-տեղ դժվար, այո, տեղ-տեղ դժվար, տեղ-տեղ հեշտ, տեղ-տեղ ֆան եւ զվարճանք, տեղ-տեղ լացկոտ եւ ողբերգություն, բայց այդպես են բոլոր մեծ բիզնեսները եւ մեծ գործերը կազմակերպում։ Չկան իդեալական բաներ, բայց կան արդյունավետ բաներ եւ այդ արդյունավետ բաներից մեկը երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող մեր Տունեքսպոն է, որը հաջորդիվ կլինի նոյեմբերի 13, 14, 15, հետևեք մեր էջերին, միացեք Տունկաստի մեր ալիքին, բաժանորդագրվեք, ցեղմերի զանգակի կոճակը, մենք կվերադառնանք Տունկաստով մի փոքր ավելի ուշ, նոր շնչով, նոր հյուրերով, նոր թեմաներով, անպայման մեզ գրեք ձեր կարծիքները, առաջարկները, գուցե ֆորմատի հետ կապված փոփոխություն, մենք կգնանք ու կաշխատենք, որ արդեն մի քանի ամիս անց Տունեքսպո նոյեմբերը նոր շնչով մտնի շուկա եւ դուք արդեն ամեն անկյունից լսեք Արի Տուն Էքսպո 2026 նոյեմբերի 13, 14, 15 Meridian Expo կենտրոն բարեկամներ, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, դուք դիտում եք Տուն կաստը, լավ եղեք։ Շնորհակալություն։